Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Երբ 5 տարեկան էր, Հադսոն Թեյլորը գիտեր, թե ինչ էր ուզում դառնալ, երբ մեծանա։ Երբ մեծանամ, միսիոներ եմ դառնալու և գնալու եմ Չինաստան։ Երբ 21 տարեկան էր, գնաց Չինաստան, սովորեց լեզուն և շատ մարդկանց պատմեց Հիսուսի մասին, բայց երբեմն լավագույն գործն ամենաբարդն է։ Հեյ, ինչ ես անում այստեղ, կորիր այստեղից։ Մենք սպանելու ենք Օդարսադանային և նրա հետևորդներին։ Ոչ, մենք նրանց կտանենք բարձրաստիճան կառավարիչի մոտ։ Դաժան զինվորները ծեծեցին միսիոներներին և մահվան աստիճան տանջեցին Հադսոնին։ Մարմինը սարսափելի ցավում էր, բայց նա դեռ իր հումորի զգացումը չէր կորցրել։ Սպասիր, իմ ընկեր, սա մեր օրագրի մեջ գրելու հիանալի պատմություն է։ Նրանք ամեն բան հաղթահարում էին Հիսուսի սիրո համար, քանի որ նա խաչի վրա մահացավ յուրաքանչյուր մարդու մեղքերի համար։ Հադսոնը մտածում էր դրա մասին և ավելի էր սիրում Տեր Հիսուսին։ Այդ ամենը նրանց ուժ տվեց, երբ նրանց տարան դատարան։ Բարձրաստիճան կառավարիչը լսեց նրանց բացատրությունը։ Մենք թանկչո ենք եկել, որ մարդկանց պատմենք Փրկիչ Հիսուսի մասին։ Դա գրված է Աստվածաշնչում։ Մենք այս գիրքը որպես նվեր կտանք քեզ։ Բարձրաստիճան պաշտոնյային դա դուր եկավ։ Նրանց ծեծելու փոխարեն նրանց դե հյուրասիրեց։ Բանտի փոխարեն նրանց թույլ տվեց, որ Հիսուսի մասին քարոզեն։ Դա պատահեց Հիսուսի օգնությամբ։ Հադսոնը շնորհակալություն հայտնեց Աստծուն դրա համար, իսկ հետո նա շատ հոգնած տուն գնաց։ Նրա չինացի օգնականը օգնում էր նրան, որ բրինձ և բադի ձու ուտի փայտիկներով։ Պարոն Թեյլեր, դու մեզպես ես ուտում, մեզպես ես խոսում, իսկ ինչու մեզպես չես հագնվում։ Ինչու ոչ, լավ հարց էր, բայց պետք է որ այդպես հագնվեմ։ Մարդիկ անշուշտ, քեզ ավելի կլսեն, եթե այդպես անես։ Երբ Հիսուսն աշխարհ եկավ, նա ինձ և քեզ պես մարդու նման եկավ։ Նա մեզպես դարձավ, և ես էլ ուզում եմ չինացիների պես դառնալ։ Կօգնես ինձ։ Հիսուսի սիրո համար Հադսոնն իր անգլիական կոստյումը փոխարինեց չինական հագուստով։ Երկար և սև հյուսքը նրան շատ էր գեղեցկացնում։ Հիմա դու չինացու տեսք ունես։ Ցունկ մինկ կղզու վրա Հադսոն Թեյլորը աստվածաշունչ էր ուսուցանում և խնամում հիվանդներին, բայց հանկարծ որոշ խնդիրներ առաջացան։ Լսեցի՞ք, բարի պարոն Թեյլորը պետք է հեռանա կղզուց։ Մեր բժիշկները նախանձում են, քանի որ նա ավելի շատ հիվանդներ և ավելի լավ դեղորայք ունի, քան իրենք։ Նրանք այնպես են արել, որ բարձրաստիճան կառավարչի մոտ վատ տպավորություն թողնեն։ Իսկ հետո կիմանաս հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել հայփոքրիկ@gmail.com հասցեով։ Կրկնում եմ haypoqrik@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։